Տերակուր գնաց այս ժամին կասես։ Չեմ հարցրել, չգիտեմ։ Լավ կանես դու էլ չի հետաքրքրվես։ Ըստ քեզ նորմալ էր հորդ պահվածքը։ Ես երևի գնամ։ Ուր գնաս։ Կարոտեցիր կնոջդ, նստի, կդիմանա ինքն էլ դու էլ։ Ասա տենամ ինչ ես ուզում։ Ոնց ինչ եմ ուզում։ Օտար կնոջ մոտ տենց պահելը նորմալ էր։ Նոր էր եկել, մի հատ գոնե գրկեր, համբուրեր։ Իսկ ասես դու քեզ ոնց ես պահում։ Ես ոնց եմ պահում։ Սեր խոստովանեցի, իսկ ինքը։ Կներես, բայց պիտի ասեմ։ Դու վաստակել ես պապայի ասած ամեն մի խոսքը։ Ապրես։ Շատ լավ սիրում, գնահատում, հարգում ես մորդ։ Դու որ սենց ես պահում պապատ ոնց կպահի։ Լավ ա տենց։ Կանչի, կնոջդ էլ կանչի, ես նստեմ, դուք էլ ստորացրեք ինձ։ Սուս մնա էլի։ Ինչ պատայի խոսում ես, լեզվիդ տակ փուշ չկա։ Նենց մի արա, որ ես մոռանամ, որ դու իմ մայրն ես ու քո տեղը ցույց տամ։ Եկել եմ շախունց։ Եկել եմ, որ գլուխս տրորես։ Սոսը եկել ա, որ քո հետ խոսի։ Մի երկար սպասեցի քեզ, այդքան չկաս, բայց ոչինչ, Աննան լավ զրույց ընկերա, ժամանակը արագ անցավ։ Չհասկացա, ես սրանով աստ է թողել։ Ներս անցեք։ Պապ։ Չէ, բոլորդ ներս անցեք, համեցեք։ Դո ես եմ քեզ բանել, ինչ Միքայել։ Դու մի խառնվի, տարիք տարած մարդ ես, ծեր գայլ, ես քո հետ գործ չունեմ։ Որդուդ հետ այն պատերազմում։ Ես գերադասում եմ տանս տարածքը չկեղտոտեմ։ Քո արյամբ։ Ճիշտ որոշում։ Համել ինչ ենք շտապում։ Եկել եմ քեզ ողջունելու։ Եկել եմ ասելու, որ հետամուտ լինես ասածներիդ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բայց ամեն գիշեր փառք դու Աստծուն, որ ապրում ես այս երկրի վրա, որտեվ կարա ամեն օրդ վերջինը լինի։ Նույնը վերաբերում է բոլորիս։ Հայ Աստված ջան, ես ինչքան դուխի ասած անել, խեղդվեցի։ Բագրատ։ Այդ աշխարհի վերջներ, հա? Ես ինչքան օծանելի քեզ ցանել, խեղդվեցի։ Բա գիտես մենակ արտոն կարա իրան թանկանոց օծանելիքներ թույլ տա։ Այստեղ ես գնում։ Չի երևում։ Ասի անետ, երբ արտոն ստումն ես լինում, են դրա թանկանոց օծանելիքներից բեր, աղբորդ։ Խելքդ գցեցիր այդ խա։ Ահա ճիշտ ես, չարժի օծանելիքի համար դրա տուն գնաս։ Քունս գլուխս էր մի բան էլ ավել ասեցի լավ։ Քունդ գլխիդ էր, բայց հակել կապել ճամփա ես ընկել։ Ասի ինչ ես ասում։ Պես ասա բանցից դուրս եկել։ Բա չգնամ աչկալուս հանկանեմ, բարի գալուստ մաղթեմ։ Ես շատ ուրախ եմ Սոսի համար։ Ուրախ եմ, որ բանտից դուրս է եկել։ Բայց ավելի քան վստահ եմ, որ ուրախ չի լինի, որ քեզ տեսնի։ Ես ինչեր ա խոսում աղբոր մասին։ Այ տղա, այդ երեխեքի հարաբերությունները մազից են կախված։ Արի կլինի մի գնա։ Կրակի վրա յուղ ես լցնում, հա? Համել ամոթ է։ Բայց որ գիտես ամոթ է։ Արտոյիդ ինչի չես ասում։ Արտո, արի օրինականացնենք մեր հարաբերությունները։ Թե օր մեծություն ուզում ես Բագրատի անվան հետ խաղաց։ Գալիս, գնում, բերում, տանում, ոչ մի լուր չկա էլ։ Խելագարվել ես այդ տղա, հիմա էլ ինձ հասար։ Հա, որովհետև տանն ինձ ես ուտում,
Իսկ դրսում թողնում ես, որ Արտոն քեզ ուտի։ Հասկանում ես։ Լսի։ Դնում ես դեմը։ Ասում ես կամ դու ձեռքս ես ուզում, կամ էլ գնա գրողի ծոցը, վերջացավ։ Թե չէ տաֆերիստը վաղը մյուս օր քեզ կղիացնի, ինքն էլ կթռնի։ Ամոթնում, երեխեն կմնան վզիս, Բագրատի։ Բագրատ տղա հազիվ եմ ինձ զսպում։ Ավելի լավա գնա։ Գնա աչքս քեզ չտեսնի։ Անշնորհք։ Օրս չացրիր։ Սև կատվի պես թռար դեմս։ Թողիր մարդ գնա։ Քունս էլ տարավ է մարդ։ Ես հիմա չեմ հասկանում քո այս ագրեսիվ վերաբերմունքի պատճառը իմ հանդեպ։ Դե պատասխանատու պահերին դու միշտ անհասկացող ես դառնում, այդ իմ համար նորություն չի։ Գիտես, ես հիմա չեմ պատրաստվում կանգնել ձեր առաջ ու ամոթից գլուխս կախել։ Մամ ջան, կարող է ամեն դեպքում բարձրանակ վերևում խոսեք։ Չէ բալես, մենք հենց տեղ կխոսենք ու վերջապես կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները։ Լավ, ներողություն, իհարկե, տիկինս։ Եթե կարելի է, թույլ տվեք մի հարց։ Ինչի էիր դրան առել ու դրսում տնկվել։ Որովհետև չէի ուզում մեր տուն թողնել։ Բնական է, բնական։ Իսկ ինչն է բնական, պապ։ Չնայած ինչի եմ զարմանում։ Դուք վաղուց արդեն իմ բոլոր քայլերի տակ ինչ-որ կեղտոտ բան եք տեսնում։ Վայ։ Մի հատ խնդրում եմ դուրս արի էլի այդ Զոհի կերպարից։ Իսկ ես Զոհի կերպարում չեմ։ Հերիք եղավ, ինչքան լուր կանգնեցի ու լսեցի ձեր վիրավորանքները։ Հանդիսատեսը շատացավ։ Շատ լավ է, որ եկար տղես։ Ես Դավիթին վերցնում եմ ու գնում եմ այս տնից։ Որովհետև այս տան ինձ ոչ մեկ չի հարգում։ Դու պիտի հարգես, որ հարգվես։ Էդ էլ արդեն թողնում եմ ձեր խղճին։ Լավ, մի րոպե։ Ուր ես գնում, մամ։ Ինչ ա եղել։ Մամ ջան, խնդրում եմ, արի գնանք խոսանք, կհանգստանաս։ Չէ բալես, ես արդեն որոշել եմ։ Ոչ ոք չի ուզում քեզ հետ պայի։ Գնա։ Դու մեր կարծիքը հարցրել ես, որ տենց ես վերաբերվում մամայի հետ։ Դու կնոջով զբաղվի, հա, տղա ջան։ Ինչ նրբազգաց հարցներ ունենք։ Մեկը գնում է տանից, մյուսը վերադառնում է։ Դե հիմա բացատրեք տենամ ինչ աստեղ կատարվում։ Տանը լինեիր, իմանայիր։ Լավ եկել ես։ Գնում ես, քանի երեխեքը տանը չեն, ուզում եմ խոսենք։ Խոսենք։ Զարդե,
վիրավորանքներից անցնենք ձեռքերին ազատություն տալու։ Քեզ տեսնելուց գիտես միայն ինչ ցանկություն ունեմ։ Խեղդելու։ Լավ որ ձեռքով ես տանում, կարայիր զենք պահեր գլխիս ոնց որ Միքայել Շախունցին արեցիր։ Դիպուկ կրակեցիր, հենց Միքայել Շախունցի ու քո կապի մասին էլ ուզում եմ խոսել։ Ինչ կապ, շփոթել ես ինձ Աննայիթ հետ։ Ես կապի մեջ չեմ Շախունցի հետ։ Ես գիտեմ, որ դու ու Միքայել Շախունցը գաղտնիք ունեք։ Ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Ոչ մի գաղտնիք չկա։ Թող։ Էլ ինչ կա ձեր մեջ։ Ինչ զենք ես դրել Շախունցի ձեռքում։ Դու ավելի լավ ասա այս ժամին որտեղից ես գալիս։ Կամ ինչի եմ հարցնում, բարձ արդեն Աննայի մոտից չէ։ Զարմանում եմ իհարկե Միքայելի վրա։ Ուր Աննայի այդ տղայի աչքերը։ Կին այս ժամին տանը չի ու իրան մեկ է, հա։ Ճիշտ կռահեցիր։ Գնացել էի Աննայի հետ հանդիպման ու գիտես որտեղ։ Շախունցների տանը։ Չես ամաչում հիմա այդ իմ դեմքին նայելով ասում ես։ Կամ ասում ես ինչ կապ կա քո ու Շախունցի միջև կամ էլ մաքրվում ես։ Ես ոչ մի գաղտնիք չունեմ։ Այդ այն տեսանյութն էր, որի համար մինչև հիմա զղջում եմ։ Շատ լավ։ Դուրս արի ես տնից։ Ես նաև իմ տունն է։ Ես իմ թշնամու հետ համագործակցողի հետ մի հարկի տակ չեմ պատրաստվում ապրել։ Գնա։ Չէ, չեմ գնա։ Եթե քո կամքով չգնաս քաշտալով դուրս կտանեմ, հենց որ հարսդ ու տեղը հետ կտեսնեն քեզ ու խայտարակ կլինես, այնպես որ լավա ինքնակամ գնա։ Սա ամեն ինչը դու չես մարսելու։ Որ տարբերակն ես ընտրում։ Խաղաղ գնալը, թե քեզ դուրս վռնդեմ, կամ էլ կա երրորդ տարբերակը, քո սիրածը ներկայացում սարքենք։ Հա։ Բարի լույս։ Բարի լույս։ Ես քոնը չի տարել, որ առավոտ շուտել է եկել ես մոտս։ Դեռ նեղացած ես ինձնից։ Դժբախտաբար թե բարեբախտաբար, բայց ես կարճ հիշողություն չունեմ անգել։ Կներես նայ։ Նոյ ես ինձ շատ վատ եմ զգում կատարվածի համար ու չէի ուզի, որ ամեն ինչ սենց ստացվեր։ Շնորհակալություն, լավ է, որ հասկացել ես։ Բայց դու ոնց որ ներելու տրամադրվածություն չունես, հա։ Անգել, ներում են այն մարդուն, ով որ երկրորդ անգամ նույն սխալը չի անում։ Եթե պետքա գաս ու ներողություն խնդրես, հետո նույն սխալը անես։ Իմաստը որն է իմ ներելու։ Իրականում ես գիտակցում եմ սխալս ու լավ կլինի, որ ամեն ինչ փորձենք նորից։ Դու նաև վատ վարվեցիր հորս հանդեպ։ Ես էլ արդեն երկրորդ անգամ։ Մենք ռեստորանում սպասեցինք ձեզ, իսկ դուք չեկաք, հասկանում ես։ Ես ինձ շատ վատ եմ զգում։ Անգել, երրորդ անգամը չի լինելու։ Կգաս իմ հետ ընդվիճման։ Ամարդ աստված որ մեղքից համար ինձ սենց պատժում, հա։ Դեր մի կտոր կերպալ ես։ Վերցրու։ Հենց իմացա, որ փեսաս ազատության մեջ, հա։ Քիչ էր մնում գիշերով գնայի գար առնեի, բերեի ձեր տուն, մատաղանեի ոտքերի տակ։ Հանգիստ տեղի պապ ջան, ինքը եկավ չեկավ, աղջկատ մատաղ արեց։ Աստորեն փեսիս ազատությունը դարձավ աղջկաս դժբախտությունը։ Կթողես երեխան մի կտոր բան ուտի։ Լավ կուշտ եմ, ոչ մի բան չեմ ուզում։ Ես քեզ վրա եմ զարմանում։
Ինչի դուրս եկար։ 2 ոդկդ խփեիր գետնին, ասեիր իմ տունն է եւ վերջ։ Պատժի կարիք կար, զանգեիր, ես ու հորքուրդ միանգամից կգայինք։ Պետք կլիներ Արտոյին էլ հետներս կբերենք, չէ՞։ Կամ էլ Արտոն մեզ կբերեր։ Իդեպ ասեմ լավ մեքենա ունի, շքեղ։ Պապա։ Սոսն էլ կզգաստանար։ Մատ քեզ հավաքի։ Չինաստանում երկրաշարժ լինի, ես եմ մեղավոր։ Թե հեսա Արտոյի անունը լսեցիր, ջրաձգվեցիր։ Երեխեդ տանից դուրս է եկել։ Արցունքն աչքերին նստած ակողքիդ դու ինչեր ես խոսում։ Երեխեն տնից դուրս չի եկել հորքուր ջան։ Այդ երեխուն տնից վռնդել են, իմիջայլոց քո Աննայի պատճառով։ Սովորես չէ տեղին անտեղին են երեխուն մեղադրել։ Փաստացի Սոսը գնացել է Շախունցների տուն, որից հետո եկավ տուն ու ինձ մեղադրեց, որ Միքայելի հետ ինչ-որ գաղտնիք ունեմ։ Թե քեզ թվում է Միքայելը ինքն է խոստովանել, որ Լիլիթի հետ գաղտնիք ունի։ Օրվա 39-ն է զանգում։ Ձեր չտաս։ Երևի զանգել է իր փրկչից ճշտելու։ Արդյոք իր ուզածին հասավ թե չէ։ Սոսը ինձ տնից դուրս վռնդեց, թե ամեն դեպքում տան պատին մեխեց։ Հա բալես։ Բարի լույս հորքուր։ Բարի լույս բալես։ Բարի բալես։ Ոնց եք։ Մենք լավ ենք բալես, դուք ոնց եք։ Հորքուր մի բան պիտի քեզ խնդրեմ։ Ես երեխու հետ տնից գնացել եմ, հիմա իմ տանն եմ։ Եթե դժվար չի, կարող ես գալ երեխու հետ մի ժամ մնալ, ես պիտի դուրս գամ դայակի հետ հանդիպեմ։ Չհասկացա։ Ոնց թե տնից գնացել ես, ինչի համար։ Հա։ Մեկը քիչ էր, ես էլ երկրորդը։ 3 աղջիկ էլ ունենայի, վերջինին էլ տնից կհանեին։ Ահա եւ իմ այստեղ հայտնվելու պատճառը հետևանքային կապը, պապա ջան։ Աննայիդ տնից դուրս գնալը ավելի շուտ դուրս շպրտվելը։ Դրա վառ ապացույցն է։ Կթողնեիք մի կտոր բան ուտեի։ Չարթեցիր արդեն։ Նա կարող է։ Այսօրվանից այսենց ենք ապրելու, առանց Աննայի։ Ուրախ ես, չէ՞։ Կլինի ես իմ հույզերը իմ մեջ պահեմ։ Մենք դեմ ենք մամայի բացակայությանը։ Ձեր մամային ոչ մեկ տնից չի անել, ինքն է գնացել, հասուն կին է, ինքն է իր որոշումների պատասխանատուն։ Հենց որ բոլորս ապրում ենք մեր կյանքով, եւ վերջ։ Դա ավոլն էլ է իր կյանքով ապրելու։ Կմեծանա ինքը կորոշի, ում հետ է ուզում ապրի եւ ինչ կյանքով է ուզում ապրի։ Ես կշտացա բարի ախորժակ։ Եթե էլ հարցեր չունեք իհարկե։ Սուրճ կխմեք։ Չխանգարա։ Ես չեմ ուզում, բեցի։ Սուրճից դոզան տեղում է։ Զզվել եմ ըստ տարօրինակ ընտանիքից։ Ընտանիքի առաջի տարօրինակը դու ես, Հենրի ջան։ Հենդո շախունց մնացինք մենք մերոնցով։ Հեն, ինչի պապիկի ու պապայի հետ տենց վատ խոսեցիր։ Արևս դարդերս իրար մի տուր էլի։ Լսի, մտածում ես մաման հետ կվերադառնա։
Չգիտեմ ինչ ասեմ, Ֆայնա։ Նույնիսկ չգիտեմ ճիշտ կլինի, որ ինքը գա մերից ստեղ ապրի, թե մնա այնտեղ ուր գնացել է։ Ու ես ինձ ամեն վարքյան մեղավոր եմ զգում նրա աչքերին նայելով։ Լավա գոնե Բետին համոզեցիր բերեցիր տուն։ Իսկ ասես ուր էիր։ Անգելինայի հետ էի Սևանում։ Գժվել ես Հենրի։ Հա։ Ու որ ինձ մնար հետը կմնայի այնտեղ բոլորից հեռու։ Մի շարունակի Հեն ավելի լավ է։ Կարող է ասածներս ու արարքներս տականքություն է, Ֆայնա, բայց իրոք հենց այդպես էլ կանեի։ Ուղղակի Անգելինան պահանջեց, որ իրան տուն տանեմ։ Անգելինան ավելի սթափադատել։ Չէ։ Ուղղակի ծնողներն ինձ վատ խոսացին, հետը շուտ տուն հասցրի։ Չուզեցի, որ ավելի մեծ խնդիրների մեջ ընկնի։ Բա հիմա ո՞նց է։ Նույնիսկ չգիտեմ, հետը չեմ էլ խոսացել այս խառը վիճակների մեջ։ Պապ, դու հիմա լուրջ ես խոսում։ Մի անգամ այն, մայրդ մեզ հետ չի ապրելու։ Շնորհակալ եմ։ Անուշ։ Բա ինչ եղավ երեկոյան, որ տենց որոշեցիր։ Արի մանրամասնությունների հետևից չընկնենք։ Մենք երեքով ենք ապրելու։ Մերին եթե տան գործերի հետ կապված խնդիրներ ունենա, կարող ենք աշխատող վարձել։ Չնայած մայրդ էլ տանը, ես իմ ինչ ձև չէր զբաղվում։ Տան գործերը ընդհանրապես խնդիր չեն։ Շատ ավելի լավ, կապրենք երեքով, եղեք երջանիկ, խաղաղ, վայելեք կյանքը։ Ու մտածեք պսակադրության մասին։ Պսակադրության։ Անպայման եկեղեցով պետքա պսակվեք, իսկ մայրին պետքա հարսի շոր հագնի։ Համեղ սուրճա։ Անուշ։ Բայց ես շտապում եմ կներեք։ Չգիտեմ։ Բարև ամբարով։ Դու գիտես ինչի ես սենց կապերդ կտրել, որովհետև ոչ մի անգամ դեմքից չեմ ասել են ինչ մտածում են։ Որն է իմ մեղքը Աննա Բագրատովնա, այն որ ես սիրել եմ, անմնացորդ սիրել։ Իմիջիալից ես միշտ պայքարել եմ այդ սիրո համար, էլի անմնացորդ։ Եթե դու բարոյականություն ու արժեքներ ունենայիր այդ պայքարելուց առաջ գոնե մի անգամ կհիշեիր, որ հարազատ քրոջդ սիրած տղամարդու համար ես պայքարում։ Լսի այդ սերը գրքային սեր էր։ Այնտեղ իրական ու շոշափելի ոչ մի բան չկար։ Եթե այդպես լիներ, ոչ ոք չէր կարողանա ձեզ բաժանել։ Վեր կաց ու գնաս տեղից։ Բայց ես չեմ վերջացրել։ Ինձ քո այս էժանագին ելույթը ընդհանրապես չի հետաքրքրում։ Հետաքրքիր լինի, չլինի, ես պատրաստվում եմ խոսել։ Ինչ ես սպասում ես թևիցդ բռնեմ դուրս շպրտեմ։ Ինչի ձևը չգիտես, կարող ես սոսին հարցնել, իմիջիալոց ինք ինձ թևիցս բռնած դուրս շպրտեց տնից։ Չեմ զարմանում։ Քեզ հանդուրժելը քանի գնում ավելի բարդ է դառնում։ Իսկ գիտես այդ ինչի արեց, որովհետև հենց ազատության մեջ հայտնվեց, եկավ ու հանդիպեց քեզ, ոգևորվեց տղեն։ Այդ թիմը արդեն մենակ ձեր երկուսի խնդիրն է։ Չէ, ինչի մեր երկուսի։ Լավ էլ մեր 4-ի խնդիրն է, իմ ու քո, Սոսի ու Միքայելի։ Իմիջիալոց Սոսն անընդհատ կրկնում է, որ ես Միքայելի հետ ինչ-որ գաղտնիք ունեմ։ Պարզա չէ, որ այդ պնդման հետևում դու ես կանգնած։ Ես էլ եմ ասում, որ դու ու Միքայելի ինչ-որ գաղտնիք ունեք։ Դուք այն սկզբից եք, չէ՞ միասին գործում։ Իսկ դուք ո՞նց եք միասին գործում։
ոնց որ թե շատ ռեակտիվ, որովհետև հենց սոսը ազատության մեջ հայտնվեց, դու միանգամից տունդ փոխեցիր, այդ մեծ ընտանիքը թողեցիր մենակ։ Դու ոչ մի բան չգիտես, ոնց որ հեռու մնա ինձնից ու իմ ընտանիքից։ Լսի, ուզում եմ հասկանալ քեզ ինչ ա թվում, որ դուք միասին եք լինելու։ Իսկ դու չես նկատել, որ հիմա բացի քեզնից սոսով ուրիշ ոչ մեկ չի տառապում։ Ինձ մի ծիծաղեցրու ու հեքիաթներ գլխիս մի կարդա։ Դուք միասին կլինեք միայն դժոխքում։ Իմիջիալոց սուրճ չես առաջարկում, Աննա Բագրատովնա, կարողա չունես։ Եթե ինչ կարող ես գալ մեր տուն, պապայի տանն եմ էլի, քեզ մի լավ դառը սուրճ կտանք, մի քաղցր զրույց կանենք, թե չէ այսօր սուրճ չկար, զրույցն էլ ինչ որ դառը ստացվեց։ Լավ, ես գնացի։ Ես երբեք ոչ մեկի այսքան հնարավորություն չեմ տվել։ Այդ նրանից է, որ քեզ շատ եմ սիրում։ Բայց եթե մի անգամ էլ ուսախաբարեց իրանի։ Չէ, նոյ։ Ես էլ շատ մեծ հույսեր ունեմ, որ տենց առիթներ չեն ստեղծվի։ Շատ համեղ է։ Ուզում ես մի հատ էլ պատվիրեմ։ Չէ, անգամ սա է շատ։ Ես հիմա կգամ։ Ինձ մի զանգի հերի։ Վերցրու, տեսնեմ ոնց ես։ Ինչ արեցին ձերոնք։ Անհանգիստ եմ քո համար։ Ես լավ եմ։ Իմ համար անհանգստանալ պետք չի։ Եթե չվերցնես, կգամ ձեր տուն։ Գիտես, որ կանեմ տենց բան։ Իսկ ես տանը չեմ։ Հիմա նոյի հետ նստած սրճում եմ։ Նա դու անում ես աղջիկը։ Հանգիստ թող ինձ են ինչ արեցինք սխալեր բոլորի հանդեպ։ Մենք պիտի ապրենք մեզ բաժին ասած կյանքով, այլ ոչ թե այն կյանքով, որի մասին երազում ենք։ Սենց, հա։ Լավ, շատ լավ։ Անգել, հետ չի երևում, որ հավանել ես, վեր ապսեիտ մեջ է։ Շատ եմ հավանել, ուղղակի էլ չեմ կարողանում ուտել նայել։ Դե դեպքում արի դուրս գանք, ես հանդիպում ունեմ, Սոս Բերբերյանի հետ պետք է հանդիպեմ։ Հա, ես էլ պրակտիկայի եմ։ Գնացինք։ Ասա, որ աշխարհի երեսին քո ազատությունից թանկ բան չկա։ Միևնույնն է չես համոզի, Զավենիչ ջան, քո արարքի հետ ես անհամաձայն եմ մնալու միշտ։ Ես իմ ճշտով եմ առաջնորդվել, իրականում արդյունքից է գոհ եմ։ Շատ լավ է, որ գոհ ես, բայց շախունցների հետ դեռ շատ վատ բաներ են լինելու։ Էլի սկսեցիր Սոս։ Պատերազմն անխուսափելի է։ Ախր հիշի, որ այս պատերազմը դու ես սկսել։ Չէ, Զավենիչ ջան, այս պատերազմը նախապատմություն ունի։
Շատ վերև էի բարձրացել, որ ներքևում ընկած պատմությունների հետևից ես ընկել։ Դու ով ես որ եկի հասել ես դրանս շեմին։ Սա օֆիս է, ոչ թե գազանանոց տղա։ Լուրջ։ Ես չգիտեի, որ օֆիսներում կապի կա լինում։ Ինչ ես տես նեղվել։ Եկա ասեմ, որ ազատության մեջ եմ, որ կարաս գլուխս տրորես։ Քո զավենիչի թեթև ձեռքով արդեն տրորել եմ։ Շարունակությունը ավելի դաժան է։ Դեմ չեմ։ Շարունակություն լինելու է, բայց դու ֆինալ չես հասնի։ Մամջան շատ կուզեի քեզ օգնել։ Արի դրես ոչ ես կգամ են եք։ Հա, թող մնա։ Ես քո պապայի կամ քավորի ներկայությամբ քեզ խոստանում եմ։ Եթե մի հատ էլ տանս մոտիկացար, վիզդ կկտրեմ։ Զավենիչի հանդեպ հարգալից խոսի։ Յա։ Չէ, հա, դու գիտես ինչ է նշանակում հարգել։ Քեզնից եմ սովորել։ Լավ աշակերտ ես։ Բայց հիշի, որ աշակերտը երբեք իր ուսուցչին չի գերազանցում։ Եթե սա քո համար թանկ է, խելք բացատրի, թե չէ այս անգամ վրով կանցնեմ ու բան չի մնա։ Ու այս անգամ քեզ հանքնել չի փրկի։ Յա, ոնց ես ճամբարը թողած փաստաբան։ Ես ճամբար չեմ թողել։ Ես ուղղակի հրաժարվել եմ շահուսների հետ աշխատելուց։ Ու մեծ սիրով ընդունել եմ Բերբերյանի առաջարկը։ Դե բրավո, բայց դու չես էլ պատկերացնում, թե ինչի մեջ ես։ Հիմա տեսար, որ դրանց բերանը լեզու ես դրել։ Լավ սոս, հանգստացի։ Արած ես։ Եթե խանգարում եմ, հետո գամ։ Չես խանգարում, ճիշտ ժամանակին եկել ես, արի։ Ինձ պետք է ինչքան ուժ գիտելիք ու հնարավորություն ունես օգտագործես ու շախունցներին փռես ոտքերից տակ։ Բարև։ Ողջույն Անգելինա։ Լավ ես։ Արտակարգ, չնայած որ գիտակցում եմ, ամուսինիս քեզ հետ է եղել։ Ուզում եմ հասկանամ ինչի մասին ես խոսում, չեմ կարողանում։ Կլինի չխաղաս։ Ոչ դու հիմար ձևանաս, ոչ էլ ինձ հիմարացնես։ Ես ուշանում եմ աշխատանքից կներես։ Ոչինչ։ Ես շատ ավելի կարևոր հարցերում եմ ուշացել քո երեսից։ Հասկացի ինձ, ես չեմ ուզում քո հետ վիճեմ։ Ես էլ չեմ ցանկանում քեզ տեսնել մեր կյանքում։ Հենրի մոտ ձևացրեցի, թե հավատացել եմ իր հեքիաթներին, բայց ինձ համար պարզից էլ պարզ է, որ դուք միասին եք եղել ամբողջ գիշեր։
Բայց ես պատրաստ էի հրաժարվել Հենրիից, բայց հետո հասկացա, ինչի թույլ տամ, որ դուք երջանիկ լինեք, երբ որ ինձ հավետ դժբախտացրեցիք։ Ես շատ եմ ցավում քո հետ տեղի ունեցածի համար։ Ինձ դժբախտացրեցիք քիչ էր, հիմա էլ ծիծաղում եք ինձ վրա, նվաստացնում եք ձեր թաքուն հանդիպումներով։ Հանգիստ կարող ես լինել, մենք։ Ես շատ էլ հանգիստ եմ։ Դու պետք է անհանգիստ լինես, որովհետև թույլ չեմ տալու միասին լինեք։ Ինչ հիմարություն, մենք չենք էլ պատրաստվում միասին լինենք։ Իհարկե, դուք դա չեք կարող անել, որովհետև մեր ընտանիքը շուտով լիարժեք կդառնա։ Ես ու Հենրին պատրաստվում ենք երեխա որդեգրենք։